Մեկ տարի շարունակ երիտասարդների մտքում հասունացող գաղափարն իրագործվեց։ Այս թիմում յուրաքանչյուրն իր հնարավորություններն օգտագործելով նպաստեց հայկական առաջին թատերական պորտալի ստեղծմանը։ Կայքի մտահղացումը ուրեմն եղել է ավելի շուտ, մեկ տարի առաջ մոտ, նույնիսկ անունը հենց թատրոն կետիվը ինքը գնվել է մեկ տարի առաջ, պետք է աշխատել այդ կայքի վրա եւ արդեն մոտ է կուտակվել էր այդ ցանկությունը, որ պետք է ստեղծեմ թատրոնի մասին կայք, որովհետեւ Հայաստանում քանի որ չկա նմանատիպ կայք, որ դու ստանաս ինֆորմացիա քո ցանկացած թատրոնի մասին։ Նախկինում միայն լավ ընկերներն այսօր գործընկերներ են։ Երիտասարդներն անում են հնարավորինս կայքում մշտապես թարմ տեղեկություններ ապահովելու համար։ Ֆրունզե Գևորգյանն առաջարկեց, որ ես լինեմ հենց խմբագիրը։ Կայքը ավելի շատ ընկերական հիմունքներով է աշխատում դեռևս, չունենք դեռ գովազդատու, բայց սպասելիքներ ունենք։ Շատ ժամանակ տրամադրում եմ, երբ որ փառատոններ են լինում եւ ամեն օր կայքը թարմացվում է, շատ նյութեր է տեղադրում։ Կայքում կարելի է գտնել թատրոնների ընթացիկ խաղացանկի, փառատոնների, մի խոսքով թատերական եռուզեռի մասին ամեն ինչ եւ ոչ միայն։ Ֆիլմերի մեկնաբանություններ կարելի է գտնել։ Կայքում կան կենսագրություններ, կան հոդվածներ, կան նորություններ, ամեն ինչ դասավորված է ըստ կատեգորիաների եւ հեշտությամբ կարելի է գտնել։ Կան նույնիսկ Մոսկվա կինոթատրոնի աֆիշան, որը շատ միայն երևի Մոսկվա կինոթատրոնի կայքում կա տեղադրված։ Սկզբնական շրջանում տեղեկությունները ձեռք էին բերվում անձնական կապերի կամ փնտրտուքների արդյունքում։ Թատրոնները արդեն իսկ համագործակցում են մեր հետ, իրենք են զանգահարում, մեզ ասում, որ պրեմիերա ունենք նոր նորություններ, ունենք դերասանի ծնունդը, դերասանի շնորհել են վաստակավոր արտիստ, նույնիսկ արդեն մոտ 2 օր առաջ մենք այցելեցինք Գյումրի պետական թատրոն, Վարդան Աճեմյանի պետական թատրոն, այնտեղ ուրեմն Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 49-ամյակի կապակցությամբ շնորհվեց վաստակավորի կոչում, մեզ հրավիրել են մեր ամբողջ անձնակազմին եւ այնտեղ մենք լուսաբանեցինք, ներկա գտնվեցինք, նույնիսկ արդեն մարզերից մենք ունենք առաջարկներ, արդեն նույնիսկ թատրոնները շահագրգռված են, որպեսզի իրենք լուսաբանեն մեր կայքում իրենց նորությունները։ Կայքը գրավեց ոչ միայն թատերասերների ուշադրությունը։ Թատերական գործիչների միությունը վերջերս է տեղեկացել կայքի մասին, այսինքն մենք չենք դիմել կոնկրետ ինչ-որ մի կազմակերպության, որ մենք ունենք նմանատիպ կայք եւ մեզ պետք են հովանավորներ, իսկ վերջերս տեղեկացել է հենց ինքը թատերական գործիչների միության նախագահան եւ իհարկե առաջարկներ կան, մոտակա ժամանակներ սպասում ենք, որ կայքը արդեն կլինի ինչ-որ մի հովանավորության ներքո եւ արդեն կաշխատի ավելի լայն, ավելի պրոֆեսիոնալ մակարդակով։ Կայացման հարցում կարևոր դեր ունի լոգոն։ Ուսումնասիրեցի շատ կայքեր, այնտեղ հիմնականում բոլորը ինչ-որ թատերական դիմակների հետ էին կապված եւ շատ շաբլոն է, էլի, տարածված թատերական աշխարհում այդ դիմակները, ես փորձեցի ինչ-որ օրիգինալ լուծում գտնել ու գտա մի միտք, որ լոգոն կազմված լինի դրամատուրգների եւ գրականության այն մարդկանց անուններից, ովքեր մեծ ներդրում ունեն թատրոնում եւ առհասարակ արվեստում, իսկ պատկերը վերցված է Միքելանջելոյի հայտնի նկարներից մեկից, Ադամի արարումը, որը Սիքստինյան կապելայի առաստեղին է, ամենահայտնի տեսարանը, երբ Աստծո եւ Ադամի ձեռքերը իրար են դիպվում եւ փորձեցի մեկնաբանություն տալ, որ լինելով այդ կտավը վերածննդի սիմվոլ, փորձեցի ինչ-որ կերպ մարդկանց ասել, որ մեր թատրոնը իրոք ունի վերածննդի կարիք։ Կայքն օրական ունի մոտ 1500 այցելու։ Մարդիկ ծանոթանում են թատերարվեստի անցուդարձին, իսկ թիմը ոգևորությամբ շարունակում է գործը, հավատալով, որ դրանով նպաստում է թատերարվեստի զարգացմանը։